Ո՞րն եք դուք ճիշտ համարում, երբ որ Միքայել Սրբազանը արարողությանը դեկտեմբերի 7-ին չի գնում, չի մասնակցում Զուտ Փաշինյանի ձեռքը չսեղմելու համար, կամ Սիսիանի տեր-պարքևը, Սիսիանի եկեղեցու տեր-պարքևը հետ է քաշում իր ձեռքը եւ չի ողջունում Փաշինյանին, թե Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանի պահվածքը, որը ողջունեց Փաշինյանին շատ ջերմորեն, ասաց, որ աղոթում է նրա ծրագրերի համար եւ որոշ քաղաքական բաներ ասաց, որ ողջունում է, որ Եվրամիություն գնանք եւ այլն, ո՞րն եք ճիշտ համարում։ Ամեն դեպքում Մայրաթորը հայտարարություն արել է այդ առիթով։ Ես ճիշտ ու սխալ համարելու համար չեմ ասի, այո, իմ կեցվածքը պարզ է։ Այո, ես ձեր ասած Միքայել Սրբազանի, Տեր-Պարքևի եւ մնացած ուրիշների նույն կեցվածքն ունեմ։ Եվ բացարձակ չեմ ողջունում ինչ որ տեղի ունեցել է։ Առանց ստամցումելու ասում եմ, չեմ ողջունում։ Ես չէի անի, պարզ է։ Մայրաթորն էլ իր կեցվածքը հայտնել է, հայտարարություն արել է։ Ես էլ ասում չեմ ողջունում։ Ու իմ կեցվածքը միանշանակ այն առաջի դրվագով դեպքով է, ինչի մասին որ դուք խոսեցիք։ Գիտենք, մեզ դիտողներին հիշեցնենք, որ Մայրաթորը զգուշավորության կոչ էր արել հոգևորականներին, եւ սա եւս մեկ ալիք բարձրացրեց էլի ձեր դեմ, որովհետեւ ձեր հետ էին համեմատում, ասում էին, բա Բագրատ Սրբազանը լրիվ մուտք էր գործել քաղաքականություն, ինչի Մայրաթորը նույնպիսի զգուշավորության եւ այլ հորդորներով հանդես չէր գալիս ձեր նկատմամբ։ Հրուպսիմե ջան, ես տեղյակ չեմ, որ ալիքը բարձրացել, անկեղծորեն ասած։ Երկրորդը միանշանակ պետք է նշել ու ասել Բագրատ Սրբազանը կամ որևէ մեկ այլ հոգևորական քաղաքականության մեջ չի մտել։ Մեր երկրում քաղաքականություն չկա։